Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի գործընկերներին խնդրել է շտապ կարգով զբաղվել երկաթուղու Երասխից Նախիջևան սահման եւ Ախուրիկից Թուրքիայի սահման հատվածների ամբողջական վերականգնմամբ։ Փաշինյանն այս մասին հայտնեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում։ Անդրադառնալով TRIP նախագծին Ռուսաստանի հնարավոր ներգրավվածության վերաբերյալ հարցին վարչապետը պատասխանեց. Հռչակագրում հստակ գրված է, որ դա Հայաստան Միացյալ Նահանգներ երկկողմ նախագիծ է եւ երրորդ երկրների ներգրավվածությունը կարող է քննարկվել միայն երկկողմ ձևաչափով։ Այսինքն դա հստակ ձևակերպված է։ Վարչապետը սակայն կոռեկտ չհամարեց այս շրջանակից դուրս մեկնաբանություն տալը։ Բայց նաեւ ասեմ, որ ես Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերներին խնդրել եմ շտապ կարգով զբաղվել մասնավորապես երկաթուղու Երասխից մինչև Ադրբեջանի դեպի Նախիջևան սահման եւ Ախուրիկի հատվածի մինչև Թուրքիայի սահման ամբողջական վերականգնմամբ եւ կարծում եմ նաեւ ես առաջիկայում նաեւ նույն հարցը կբարձրացնեմ կապված Իջևան Ղազախ հատվածի հետ կապված, որովհետեւ կարծում եմ այդ հատվածը նույնպես հնարավորինս արագ վերականգնելու անհրաժեշտություն կա։ Փաշինյանը հույս հայտնեց, որ Ռուսաստանի Դաշնության գործընկերները մաքսիմալ արագությամբ այդ խնդրանքն իրականություն կդարձնեն։ Ինչ վերաբերում է հրապարակումներին, թե Հարավկովկասյան երկաթուղին պատրաստակամություն է հայտնել միայն Մեղրի երկաթուղային ցանցը Հայաստանին փոխանցելուն, Փաշինյանը պարզաբանեց. Երկաթուղու Մեղրի հատվածի հետ կապված թյուրըմբռնում կա, որովհետև այդ հատվածը Ռուսաստանի կառավարման ներքո չի, որ իրանք հանձնեն Հայաստանին։ Դա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքն է եւ մենք այդ տարածքի կառավարում որևէ մեկին չենք արտապատվիրակել, այսինքն այնտեղ երկաթուղի չկա, որ մի հատ էլ կառավարվել որևէ մեկի կողմից, այսինքն տենց թեմա չկա։ Վարչապետը նաև հաստատեց տեղեկությունը, որ Հունգարիան հանել է իր վետոն եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակում Հայաստանին 20 միլիոն եվրո հատկացնելու որոշման վրայից։ Նա շեշտեց, որ այդ գումարը նպաստելու է խաղաղության օրակարգի առաջմղմանը եւ ծառայելու է դրա իրագործմանը։ Այո, արտաքին գործերի նախարարը զեկուցել է ինձ, որ Հունգարիայի գործընկերները կարծես որոշմանը համաձայնվել են եւ կա կոնսենսուս, թե յուռե որոշումը կլինի կհրապարակվի, դա բովանդակային առումով էս պահին չեմ կարող ասել, բայց բոլոր դեպքերում դա նպաստելու է եւ ծախսվելու է խաղաղության օրակարգի եւ խաղաղության տրամաբանությամբ։ Նիկոլ Փաշինյանը կրկին խոսեց Վաշինգտոնյան պայմանավորվածություններից, նշելով, որ այնինչ անկախ Հայաստանի եւ անկախ Ռուսաստանի պատմության մեջ չի եղել երբևէ, Վաշինգտոնում օգոստոսի 8-ի պայմանավորվածությունների արդյունքում տեղի է ունեցել Հայաստանն ու Ռուսաստանն ունեն երկաթուղային կապ։ Այն որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղությունը հաստատվել, նոր հնարավորություններ է բացում նաեւ ԵԱՏՄ-ի սահմաններում։ Կամ հիշում եք օգոստոսի 8-ին երբ որ օգոստոսի 8-ի հռչակագրից հետո ասում էր, որ սա հակառուսական որոշում է, որ սա ընդդեմ Ռուսաստանն է, ես էլ ասում եմ ոչ, ասում եմ սա նոր հնարավորություններ է բացում նաև Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների համար։ Նա անդրադարձավ հարցին, թե ինչ կոնկրետ արդյունքներ են արձանագրվել դեկտեմբերի 11-ին Մոսկվայում անցկացված ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի 45-րդ նիստի ժամանակ։ Փաշինյանը հատկապես կարևորեց Հայաստանին 15,000 էլեկտրամոբիլների քվոտաների տրամադրումը, շուկայի կարգավորման արգելքները վերացնելու մասին, մաքսային ընթացակարգերը առավել արդյունավետ դարձնելու վերաբերյալ օրակարգերը։ Հիմնական խնդիրը այնա, որ տնտեսական փոխգործակցությունը ավելի արդյունավետ դառնա, բայց գիտեք ինչ, ամեն ինչ չի, որ ֆորմալ որոշումներով է կարգավորվում։ Հիմա օրինակ տեսեք, Ղազախստանի հետ տեսեք մեր քաղաքական հարաբերությունները ինչ բարձր մակարդակում են։ Եվ Ղազախստանը եւ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ են։ Բայց եկեք նայենք առևտրաշրջանառությունը։ Շատ փոքր։ Փոքր իր պոտենցիալի համեմատ եւ փոքր, այո, բացարձակ թվով էլ փոքր։ Ինչու լոգիստիկ կապերի խնդիրների պատճառով։ Խոսելով Ղարաբաղի ժողովրդի վերադարձի օրակարգից, Նիկոլ Փաշինյանը կոչ արեց վերջապես դասեր քաղել անցյալի սխալներից ու հետևություններ անել։ Մենք հրաժարվում ենք այդ ճանապարհից։ Ուղիղ ասում եմ, հրաժարվում ենք այդ ճանապարհից։ Որովհետեւ դա ճանապարհը մեր եւ մասնավորապես Ղարաբաղի ժողովրդին
հավիտյան պանդուխտի կարգավիճակի դատապարտել։ Մենք չենք գնում, մենք ասում ենք Ղարաբաղի սիրելի քույրեր եւ եղբայրներ։ Դուք պետք է տնավորվեք Հայաստանի Հանրապետությունում։ Ստանաք Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Մենք ասում ենք Հայաստանի քաղաքացիներ։ Փաշինյանը նաև հաստատեց, որ ադրբեջանական նավթամթերքով բեռնված գնացքը գալիս է Հայաստան, նրա խոսքով նաև քաղաքական մակարդակի պայմանավորվածություններ են եղել, որոնց հնարավորությունների մասին երկու երկրների գործարար շրջանակները կտեղեկացվեն եւ համապատասխան հետաքրքրության առկայության պարագայում արդեն գործարքներ կկնքեն։ Անդրադառնալով Ադրբեջանի հետ այս ուղղությամբ գործակցությունը շարունակելու հավանականությանը, վարչապետը նշեց, որ Վրաստանի տարածքով տարանցումն ապահովելու սակագների հետ կապված որոշակի խնդիրներ կան։ Միաժամանակ հույս հայտնեց, որ այդ հարցերը լուծում կստանան։ Եթե չկարգավորվեն տրամաբանորեն տնտեսվարողները այլընտրանքային ձևեր, եթե այդ գործարքները շարունակեն հետաքրքիր լինել, այլընտրանքային ձևեր կփնտրեն ներմուծումը եւ արտահանումը ապահովելու։ Իդեպ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կմասնակցի դեկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։